Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո» կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 25-ն է, օրը շաբաթ, ձեր էկրաններին կրկին մենք ենք, որպեսզի ձեզ բարի առավոտ մաղթենք։ Բարի լույս Յաննա, բարի լույս սիրելի հեռուստադիտող, թերևս մեկ շաբաթ ևս արդեն ապրված է, կարևոր շաբաթ էր, որովհետև ապրիլի 24-ն էր Հայոց ցեղասպանության օրը եւ աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում, տարբեր մոմավառությունների միջոցով, քայլերթերի միջոցով ևս մեկ անգամ հիշեցինք, իսկ դա կարևոր է, մանավանդ այս ժամանակ, երբ մարդիկ շատ արագ մոռանում են իրենց պատմությունը, կարևոր է հիշել, որպեսզի նրանք էլ հիշեն միշտ եւ մեզ հարգեն։ Այո, լավ նկատառում էր, մենք շարժվենք առաջ եւ հիշենք նաեւ մեր գործընկերներին, որոնք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Հիշեցնեմ նաեւ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը, Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Այո, շարունակենք անցնելով արդեն այսօրվա համար առանձնացված տեղեկատվությանը։ Այսօր աստղագիտության միջազգային օրն է, որը տարվա մեջ նշվում է 2 անգամ։ Գարնանը ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերը, լուսնի առաջին քառորդի ժամանակ կամ նրանից առաջ եւ աշնանը, նույնպես շաբաթ օրը, լուսնի առաջին քառորդի ժամանակ կամ նրանից առաջ, սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը։ Աստղագիտության միջազգային օրը նշվում է 1973 թվականից, սկսվել են նշել Կալիֆոռնիայում։ Հյուսիսային Կարոլինայի աստղագիտության ասոցիացիայի նախագահ Բերգերը որոշել է, որ պետք չէ մարդկանց քարոզել կտրել հսկայական տարածություններ ներկա գտնվելու հայտնի աստղադիտարանների բաց դռների օրերին, այլ մարդաշատ վայրերում, այգիներում, առևտրի կենտրոններում կամ հենց փողոցներում պետք է տեղադրել աստղադիտակներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հետևել աստղերին ու մոլորակներին իրենց հարմար վայրերից։ Իդեպ հայ աստղագետներն իրենց մասնագիտական տոնը նշում են սեպտեմբերի 18-ին, աշխարհահռչակ հայ աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը։ Այո, իդեպ շատ նկատելի է, որ վերջին տարիներին, հատկապես այդ օրը դպրոցականներին տանում են, ծանոթացնում են ու նրանց մեջ այդ տարիքից արդեն տպավորվում է։ Շարունակենք, ամեն տարի ապրիլի 25-ին աշխարհում նաև նշվում է ԴՆԹ-ի միջազգային օրը։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1953 թվականի հենց այս օրն է Nature ամսագրում հրապարակվել մոլեկուլի ԴՆԹ-ի հետազոտության արդյունքները, ինչը հեղափոխություն էր կենսաբանության ոլորտում։ Այդ օրվանից 50 տարի անց, 2003 թվականի ապրիլի 25-ին, գիտնականները հայտնեցին, որ գենոմի վերծանման աշխատանքները մոտ են ավարտին։ Ըստ գիտնականների, մարդկային գեների կառուցվածքի վերծանումը շատ կարևոր է առողջապահության զարգացման համար, քանի որ հենց ԴՆԹ-ում է պահպանվում մեր գենետիկական ինֆորմացիան։ Ամեն տարի այս օրն անցկացվում են դասախոսություններ, սեմինարներ եւ այլ կրթական ծրագրեր։ ԴՆԹ-ի հետ կապված շատ հետաքրքիր ու զարմանալի փաստեր կան, որոնցից են օրինակ այն, որ բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9%-ով համընկնում է եւ միայն 0.01%-ն է տարբերվում, սակայն դա բավարար է բացահայտելու համար, թե ում է այն պատկանում։ Շատ հետաքրքիր է եւ հենց այդ 1%-ն, 0.1%-ն է պատասխանատու մեր անհատականության համար։ Իդեպ այդ 0.1%-ի մեջ պարունակվում է շուրջ 3 միլիոն զույգ նուկլեոտիդ։ Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ն քանդվեր ու շղթա չկազմեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր երկիր մոլորակից մինչև Պլուտոն եւ հետ։ Այո, շատ հետաքրքիր է այս ԴՆԹ-ի աշխարհը եւ միջև վերջ այդպես էլ դեռ վերծանված չէ, գիտնականները դեռ շարունակում են աշխատել։ Այսօր նաեւ մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է, այն հաստատվել է 2007 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Օրը նվիրված է այս հիվանդության մասին լայնածավալ իրազեկման, արշավների կազմակերպմանը, տարածման կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարի արդյունավետ ուղիներին։ Նշենք, որ մալարիան ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որը փոխանցվում է մարդուն մոծակների մի տարատեսակի խայթելու դեպքում։ Հիվանդությունը որպես կանոն ուղեկցվում է տենդով, լյարդի եւ փայծաղի չափերի մեծացմամբ։ Ամեն տարի 350-ից 500 միլիոն մարդ է վարակվում մալարիայով, որոնցից 2-ից 3 միլիոնը մահանում է։ Ինչ խոսք
ահռելի մեծ տիպ է։ Հիվանդության դեպքերի շուրջ 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային շրջանին։ Վարակը տարածված է նաև Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի եւ անգամ Եվրոպայի որոշ շրջանների բնակիչների շրջանում։ Ռիսկի հատուկ գոտում են գտնվում մինչև 5 տարեկան երեխաները։ Պատվաստանյութ իհարկե կա, բայց այն նախատեսված է հիվանդության բարձր ցուցանիշ ունեցող աֆրիկյան երկրների երեխաների համար։ Այդ վայրեր այցելող զբոսաշրջիկները պետք է պարզապես զգույշ լինեն։ Շարունակենք, այսօր կրկին ստացվում է առողջապահական բժշկական գիտական եթեր մեզ մոտ։ Սկսած 2000 թվականից սիրելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթօրն էլ նշվում է անասնաբույժի միջազգային օրը, որն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից։ Հայաստանում այս տոնն առաջին անգամ պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականից։ Նշենք, որ անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան։ Կենդանիների բժիշկների առաջին դպրոցը հիմնադրել է Լյուդովիկոս 15-րդը։ Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ։ Անասնաբուժական հմտությունները սակայն ձևավորվել են ավելի վաղ ժամանակներից, երբ մարդիկ կենդանիներին դիտարկելով որպես ապրուստի հիմնական միջոց, խնամել եւ բնական միջոցներով պաշտպանել են նրանց տարատեսակ հիվանդություններից։ Տեղին է հիշել նաև Կորնեյ Չուկովսկիի հեքիաթի շատ սիրելի հերոս բժիշկ Այբոլիտին, որի նախատիպն է համարվում անգլիացի գրող Հյու Լոֆթինգի բժիշկ Դուլիթլը, որն ապրում էր անգլիական մի հորինված գյուղում, բուժում էր կենդանիներին ու խոսում նրանց լեզվով։ Այո, երեխաների մեր փոքր տարիքի միակ լավ բժիշկն էր, եւ ֆիլմերը, այո։ Այսօր նաև Զիաննա պինգվինների համաշխարհային օրն է։ Սիրահարված եւ ոչ միայն այս բնապահպանական տոնը նպատակ ունի իրազեկել կլիմայական փոփոխությունների ազդեցության եւ պինգվինների բնակավայրերի առավելապես Անտարկտիդայի պահպանության անհրաժեշտության մասին, քանի որ այս թռչունների գոյությունը վտանգված է։ Օրը համընկնում է նաեւ գիտնականների կողմից Անտարկտիդայի պինգվինների ուսումնասիրության շրջանի հետ։ Այսօր հեռավոր սառույցներում ապրում է ժամանակակից պինգվինների 18 տեսակ, որոնց ընդհանուր թիվն անցնում է 14 միլիոնը։ Դրանցից ամենամեծը կայսերական պինգվինն է, նրա հասակը կարող է հասնել 120 սանտիմետրի, իսկ քաշը 40 կիլոգրամի։ Իդեպ կայսերական պինգվինը պաշտոնապես համարվում է վերացող տեսակ։ Ամենափոքր ներկայացուցիչը փոքր պինգվինն է, որը չափահաս մարդու ծնկից բարձր չէ, իսկ նրա քաշը մոտավորապես 2.5 կիլոգրամ է։ Եվ իհարկե, ինչպես կադրերում ենք արդեն տեսնում մեր սիրելի Պինգվին Վին մուլտֆիլմը, որի ամենասիրելի մուլտֆիլմներ եւ երգը։ Այո, իմիջիայլոց սիրելի հեռուստադիտողներ, հետաքրքիր է գիտես, Արմին, բնության կենդանական աշխարհում պինգվինները համարվում են լավագույն հայրիկները։ Այո, հա։ Կենդանիները։ Բացի այդ, նրանք անդավաճան զգունկերներ են, դրա համար էլ պինգվինի սիրահարվածությունը չափանիշ է, որպես այդպեսին։ Շարունակելով, ասենք, որ այս օրերին Վրաստանում եւ Ալբանիայում ընթանում են ծանրամարտի Եվրոպայի 104-րդ առաջնությունը եւ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները։ Իսկ ապրիլի 21-ից 23-ին էլ Սերբիայում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը։ Այստեղ մեր սամբիստները ինչպես միշտ փայլուն ելույթներ ունեցան, արժանանալով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների։ Մեր ծանրողներն ու ըմբիշները արդեն հասցրել են իրենց զարդարել մեդալներով եւ իհարկե բարձր պահել մեր երկրի անունը։ Աշխարհի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն էլ հասցրել է գրանցել իր հերթական հաղթանակը, դառնալով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Այո, շնորհավոր ենք իհարկե բոլորին եւ ասենք, որ թող միշտ լինեն շարունակական հաղթանակները, թեպետ հատկապես այս մարզաձևերում միշտ ունենում ենք մենք մեդալներով հագեցած եւ ծանրաբեռնված են գալիս, այո, մեր մարզիկը հաճելի է եւ այս առիթով կարելի է հիմա լսել մի լավ երաժշտություն, որպեսզի լավ տրամադրությունը շարունակվի եւ վերադառնալ։ Միշտեր խմելը մեր հարազատ լավ ընկերների հետ կյանքը
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, Բարև Երկիրը շարունակում է իր ընթացքը եւ հիմա տեղափոխվելու ենք արվեստի աշխարհ, սքանչելի եւ այն էլ շատ հետաքրքիր, որտեղ ոչինչ այնքան ուղիղ չէ, ոչինչ այնքան հասկանալի չէ, բայց շատ խորքային է, շատ բովանդակային է։ Մի խոսքով շատ փակագծերը չբացենք, որովհետեւ կարծում եմ Քյուրի հետ ունենալու ենք այդ բովանդակային զրույցը։ Մենք այսօր հյուրընկալել ենք գեղանկարիչ, արվեստագետ, երգիծանկարիչ, Երևանի միջազգային անիմացիոն կինո եւ պատկերապատման փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունուն, բարի լույս։ Եվ ասենք ինչի մասին ենք այո խոսելու ենք նստվածք կոչվող ցուցադրությունից։ Այո, շատ հետաքրքիր այսպես դուք բնութագրել էիք, որ կյանքի ընթացքում մարդու մտքերը, հուշերը, փորձառությունները կուտակվում են նրա ներաշխարհում եւ թողնում հետքեր կամ այլ կերպ ասած կարող ենք ասել նստվածք։ Բայց մինչ նստվածք ցուցահանդեսին կանդրադառնայինք, կուզենայի մի փոքր խոսեինք ձեր արվեստից, ծաղրանկարչությունից, որովհետեւ բազմիցս ուզել ենք ձեզ հյուրընկալել, բայց այդպես էլ չի ստացվել։ Եթե հնարավոր է, ինչպես է մարդ արվեստագետը որոշում, որ ինքը պարզապես գեղանկարիչ չէ, պարզապես չի ուզում կտավին հանձնել, ենթադրենք ծաղիկը, ծառը, մարդուն, դիմանկար ենթադրենք անել, այլ ուզում է ծաղրանկարի տեսքով իր մտքերը արտահայտել։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, հետո մի ուղում, ծաղրանկարչը երգիծանկարչություն է։ Դա երրորդ իրականում ասենք շատ չի ուզենա խոսալ երգիծանկարչության մասին, որովհետև բոլոր կյանքս միան դրամ հասնեմ խոսել, բայց այն ինչ որ լինելու է ցուցահանդեսում, ի վերջո նստվածք խորակրով ցուցահանդեսում, ի վերջո իմ էության մի մասնիկն է, այնտեղ նշումներ կամ հբումներ այդ ուղղությամբ հոգեբանական կամ մոդեցումով թեմատիկ ինչ որ միտեղ երգիծանկարչությունից, սատիրայից ինչ որ մի բան կա, բայց ոճային եւ բանի առումով չէ, իսկ կարճ պատասխանելով ձեր հարցին, դա երգիծանկարչությունը միակ արվեստն է, ինչպես հումորիստն է լինում այդպեսին, ընդրովի չէ, դա ի ձն է գալիս է քո մոտ եւ դու անգամ չես հասկանում, թե ինչու ես դա անում, որովհետեւ երգիծանկարչությունը այս բարակային միակ դպրոցն է, որ գոյություն չունի։ Չկա ոչ մի բան, որ քեզ երգիծանկարչություն կսովորացնեն, կամ նույնիսկ թերասանները, որ գնում են սովորելու թերասանական վարպետությունը, ոչ մեկի չսովորացնում, ինքը հումորիստ դառնա։ Այսինքն կամ իր մեջ կա դա, կամ չկա, եւ ինչպես գիտենք, հանրահայտ այդպիսի խոսույթ է, որ լացացնել ավելի հեշտ է, քան թե դիզաղացնելը։ Դրա համար այդ մեկը դժվար է սովորացնես, մարդկանց մոտ ստացվում է հումոր անեկդոտ պատմել, մարդկանց մոտ նույն անեկդոտը ավելի վատ է հնչում, քան թե պետք է։ Այս կանով երևի երգիծանկարչության մասին Շատ լավ։ Փաստացի ապրիլի 25-ից մինչև մայիսի 4-ը Գեղագիտության ազգային կենտրոնում գործելու է ցուցադրությունը։ Կասեք, քանի աշխատանք է ներկայացված, ով է համադրողը, ինչպիսի հիմնական գիծ է տարված աշխատանքների մեջ եւ որքանով տեղյակ եմ, ձեր տղան Եռանդը նույնպես ունի աշխատանք։ Այո։ Եվ հետաքրքրական է նաեւ անցում կատարելով, որ երևի վերջին տարիներին 18 տարվա ընթացքում երևի շատ քիչ է եղել ներկայանամ ոչ փառատոնից դուրս ասենք ուրիշ թեմայով, բացի երգիծանկարչությունից, սա իմ համար յուրահատուկ երևույթ է, որ արդեն որպես գեղանկարիչի Ձեզ նորովի կբացահայտեն։ Նորովի մանավանդ որ այդ աշխատանքները երբեք չեն ցուցադրվել եւ այսպիսի ուղղությամբ չի եղել, որովհետեւ տարիներով զբաղված եմ եղել միայն պարադոնի կենտրոնացում հիմնադրման եւ կայացման ուղու վրա եւ սա իմ համար հետաքրքիր է, նաև իմ անհատականությունը նորից վերաճանաչելու, ծանոթանալու հանդիսատեսի հետ, մարդկանց հետ, որ գալու են նայելու են նկարները եւ ցուցահանդեսում ընդգրկվելու է մոտավորապես երևի 65-ից 70 աշխատանք, կարող է մի քանիսը ըստ համադրությամբ այսօր մենք վերջնական կորոշենք եւ կհասկանանք, բայց առնվազն մի 60 աշխատանք կա լինելու, որը ընդրված է մոտ 100 աշխատանքից եւ համադրողը բնականաբար Սոնա Հարությունյանն է, հայ արտի դնորեն, կուլտուր դիալոգ մշակութային երկխոսության
հիմնադրամի եւ նախագահ հիմնադիր նախագահը եւ լավանգեր համաձայնվեցինք, որ միասին աշխատենք, ու իմ համար առաջին փորձներ իր հետ ընկեր լինելով հանդերձ համագործակցելը եւ հետաքրքիր համագործակցության արդյունքի ենք հասել, հույս եմ, որ այսօր արդեն հյուրերը կտեսնեն եւ ինչ վերաբերում է երանդին իմ դողում, որ պետք է այսօր ինքն էլ լիներ, բայց վերջի րոպեին որոշեց, որ չկա այսօր եւ ինքն էլ ունենալու է առնվազն երևի 3 աշխատանք, որը նույն թեմայի շուրջ է, որովհետեւ արվեստանոցում մենք միասին ենք միշտ աշխատել եւ ինքը տեսնելով այդ ամեն ինչը դեռևս չի խորանալով հոգեբանական այդ իր դարձությանը աշխատանքի process-ին կամ թեմատիկային ինքը իրանով նկարել էր այդ ավելի շատ է իհարկե իր նկարածները, բայց մենք 3-ը դրեցինք ցածրելու։ Միայն երգիծանկարներ չեն լինելու ցած։ Չի լինելու երգիծանկար երբեք բացարձակ չի լինելու։ Ոչ, այստեղ հենց դա իրադարձությունը, որ առաջին անգամ լինելով չեմ ցածրում երգիծանկարչություն, ոչ թիմանկար, ոչ թեմատիկ, ոչ մի բան, այլ գեղանկարչություն է եւ հիմնականում ընդգրկված են սկսած այս աշխատանքը շարքը սկսել եմ 2019 թվականից մինչեւ 2026 եւ բնականաբար այդ նստվածն այդ թեմայի շուրջ է, որը այդ վերջի 25 տարիների ընթացքում որտեղ ես միշտ դարբեր աշխատանքներ են եղել, որ միշտ արել եմ, էսքիզ եմ արել, թողել եմ, որովհետև սպառվել եմ կինոյով կամ փառատոնով, իսկ 2019-ին այս թեման, որը սկսեցի, որոշեցի, որ սա պետք է արդեն հասնի մի տեղ, մանավանդ երանդի ծնունդից հետո հասկացա, որ արդեն պետք է մի բան ժառանգեմ բացի կարիկատուրայից, այն ինչ որ ես Թերնեմեզյանում ավարտել եմ եւ Սիրիայում ավարտել եմ Սարյանի անվան ակադեմիան, ու միշտ իմ մոտ եղել է այդ ցանկությունը, որ մի օր պետք է արդեն սկսեմ այդ գեղանկարչությունը դանել այն բաներ, որ ես ուզեցել եմ նկարել եւ համ երանդը, համ ժամանակները, պանդեմին եւ այլն ամեն ինչը թույլ տվավ, որ վերանայեմ այդ ամեն ինչին արժեքներին ու սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել, նաև փառատոնի կայացման ուղին էր, որ թույլ էր տալի, որ մի քիչ ավելի սկսեմ արվեստանոցում ժամանակ անցկացնել եւ արդյունքը այսօր ժամը 5-ին կդասնենք։ Կասեք, իհարկե դուք նախընտրում եք գեղանկարչության լեզվով խոսել եւ ձեր նստվածքը էմոցիաները արտահայտել գեղանկարչության գույների միջոցով, բայց ինչպեսի նստվածքի մասին է հոգեբանական ինչ գծեր կա, մարդիկ ինչ են տեսնելու։ Ընդհանուր եթե փոխանցության մասին խոսենք, նստվածքը ընդրվել է այն մտքից, որտեվ իմ մոտ միշտ խնդիր կար, որ հոգեբանականորեն այդ նստվածները, որ մենք ի վերջո մեր փորձառություններն են կյանքի, կարող է նաև ուրիշ վերնակիր լինել, բայց նորից փոխանցություն նույնը լիներ, բայց կոնկրետացա այդ միտքին, որովհետև այդ նկարների շարքը արտացոլում են մեր կյանքի բոլոր փորձառությունները, լինի դա զգացողական հարաբերությունների, սիրո, ապրած կյանքի արդյունքում եղած նստվածքներն են, որոնք մեզ դրդում են արտահայտվելու ինչ որ ամեն մարդ իր ցևով կամ քրելով, կամ խոսելով, կամ երգելով, կամ նկարելով եւ իմ համար ամենալավ միջոցն է բնականաբար այս հոգեբանությունը ներկայացնել, որովհետեւ ինչ որ միտեղ այդ նստվածքը գալիս է, եթե դու չանդրադառնաս այդ նստվածքին, որը թվում է թե բացասական է, բայց ժամանակի ընթացքին ինքը նաև դրական ազդեցություն է տալի, որովհետև ինչպես ասում ենք, չկա չարիկանանց բարիքի եւ այդ նստվածքը, եթե դու չանդրադառնաս, ինքը քեզ ժանկոդեցնելու է եւ դու ոչնչանալու ես, ցնտելու ես վերջում։ Դրա համար այդ նստվածքը պետք է քերթես, հանես եւ Ֆրոյդի մոտ այդպիսի մոդեցում կա, որ մեր բոլոր փորձառությունները սիրո եւ ապրած եւ չապրած, նույնիսկ չապրած մեր փորձառությունները փորձառություն են, որովհետեւ դու որոշել ես չապրել կամ բադահապար չես ապրել եւ դա էլ է նաեւ փորձառություն, որովհետեւ հետո զղջում ենք, դա նաեւ նստված կա տողնում եւ դրանք դառնում են արվեստ։
Եվ այդ արվեստը ժամանակի ընթացքին ինքը վերածվում է էլի եւ որ ցուցադրում ես եւ այսօր որ մենք պիտի ցուցադրենք հյուրերը որ կան կամ իմ համար նույնիսկ այդպեսին է որ եւ որ գանխած եմ արդեն լինելու բادرին եւ առնչվում ենք ինքը վրա ստողնելու է նոր նստվածք ու դա դառնալի է նաեւ մի դրդապատճառ հաջորդ ցուցահանդեսի հաջորդ նստվածքների մասին մտածելու, այսինքն անընդհատ մեզ դրդում է խնդիրներին լուծումներ գտնել կամ նույնիսկ եթե չգտնենք, բայց մտածելու դեղա տալի։ Եվ փակակը ձեր բացելով ասամ, որ այս շարքը կարող էր նաև լինել շատ հանգիստ մարդկային պորտրետների շարքով կամ մարդկային գերբարների շարքով, ինչպես բացիկի հրավիրադոմսի վրա նշված է կամ բաստարի վրա կա, ակրավն ենք տեսնում, ես որոշել եմ եւ ընտրել եմ ակրավը, հենց կենտանին թռչունը եւ իրեն միջոցով եմ այդ ամեն ինչը ներկայացնում, ցուցանտեսը լինելու է հիմնականում կենտրոնացած իրենց կերպարի վրա, իրենց միջոցով ակրավների միջոցով, որովհետեւ ակրավները ամենախոր խելոք խորը մտածող կենտանիներ թռչուններից մեկն է եւ ինչպես գիտենք իրանք երկար են ապրում, առաստելներ ասում են մինչեւ 400 տարի, 70 տարի, 90 տարի եւ այլն, բայց նաեւ կյանքում 19 թվից ես սկսել եմ հետևել եւ չի լինում օր, որ ես չնայեմ եւ չի ուսումնասիրեմ ակրավի վարկու պարկը, իրենց դերերը ինչպես են աշխատում իրանց հետ, իրենք ինչպես են ապրում իրենց դերերի հետ, իրենք շատ ուժեղ հիշողություն ունեն, մեկ ողերիմ են, մեկ նախանցոտ են եւ ունեն մարդկային բնավորություն եւ հանցածները դա էլի գրտում եմ ասում եմ որ եթե իրենց ուղեղը եւ նագությունները մեծացնենք մարդկային չափերի հավասար մարդ արարածի նման զարգանալու հնարավորություններ ունեն եւ իրենք հետևում են այդ ամեն հետքերին որ մենք թողնում ենք եւ որ իրենք եթե ասենք երկար են ապրում իրենք համարյա մագակրում են մեր ամեն ինչ որ տեսնում են մենք գնում ենք իրենք թեր գան տեսում են տեսել են եւ թեր կարող է նաեւ հաջորդներին առանց թեգուս խոսքի հասկացնեն որ մենք գիտենք քո անցյալը եւ քո նստվածքը եւ այդ նստվածքը իրենք նաեւ առավելություն ունեն մի հատ որ վերևից են նայում ոչ թե միայն գողքով թրվրալով բլագի վրա ցայդախբյուրի վրա գամզարի վրա գանքնելով քեզ նայելուց իրենք թռնելուց նաև այդ ամեն ինչ հետևում են եւ ես փորձել եմ իրենց հոգեբանության միջոցով այդ մարդկային թեմաները առաջ բերել եւ գտավների վրա քննարկել դա ներկայացնել դա ու կան թեմաներ որ նույնիսկ այնքան համամարտկային են եւ ժամանակի մեջ դարազվում են որ կարող է նաեւ հազարամյակների ինչ որ պատմություններ թեմաներ լինեն որ քննարկվում է այնտեղ եւ նաեւ ժամանակակից մարդու բայց բոլորը հենց ակրավների մասին է ակրավների միջոցով է եւ հետաքրական ուրիշ մի հատ փաստ էր գայս ամբողջ նկարու ժամանակ իհարկե ուսումնասիրելով եւ ընկերներ եւ որ իմացան որ ես նկարում եմ եւ այլն մի քան շատ մոդիկ ընկերից մի հատ փաստ էր բերես գիտական որ ակրավները իրականում սև ու սպիտակ չեն թռչունները իրենց կյանքում տեսնում են ակրավներին գունավոր մուլտի մանշակագույն գույներից ավելի գույներ կան որ մենք չենք տեսնում թռչունները իրանք են տեսնում եւ իրենք իրականության մեջ միայն սև ու սպիտակ չեն ու դա էլ է հետաքրքիր քեղանկարչական օրեն լուծում ա դվել իս որ մի քանի նկարների մեջ իրանք ոչ թե սև ու սպիտակ գունավոր են ուզում եի նաեւ գունային ընտրություններից մի փոքր պատմեք հատկապես նստվածքի մասին այդ պետք է տեսնել որովհետեւ ուրիշ մոդեցմով կարող եմ ներկայացնել որտեղ գրգին նստվածքին անդրադառնալու իմ անհատական համե զգացողության գույնը այդ նստվածքի գույնը ինչպես զգացողության գույնից անցնելուց առաջ հետաքրքիր է այն որ քանի որ ինքը նստվածք է նաև մասնագիտական նստվածք է եւ քանի որ վերջին 20 տարին եւ միշտ երկիզանկարություն եմ արել եւ գեղանկարչությունը հետին պլաներ թողնվել փաստը այն է որ
մարդ եւ որ քրում է կամ նկարում է, քրիչը ուղեղը միտքը հավասարաչափ պետք է աշխատեն։ Իմ մոտ մնացածի երկիզանգարության մեջ դա լինելով, անիմացիայի մեջ դա լինելով, գեղանկարչությունը հետին պլան է մնացել։ Ուղեղը գնալով շատ առաջ, բայց տեխնիկապես եւ այսպես ասած վարպետության առումով ինչ որ միտեղ հետ էր մնացել նստված կերթողը։ Այս նկարչության գունային լուծումները ասելու ամենալավ ծավալն էր, որ այս շարքի մեջ չեք տեսնելու մի ոճային աշխատանք, որը փնորոշելու ինչ որ ցերակիր, այլ թեման է, որ կենտրոնացած եւ քանի որ ես շատ բաներ բաց էի թողել իմ կյանքում, գեղանկարչական մասնակիտական առումով լինում էր նկարներ, որ 19 թվականից սկսած մինչև 2026 դարբեր ոճերի մեջով էր անցնում։ Եվ դրա պատճառներից մեկն էլ այն է, ցուցանտեսում կտեսնեք, որ աշխատանքների մեծ մասը 20-26 թվականներն, չնայած ինքը 19 թվականից է սկսել եւ պատճառը այն է, որ այդ զարգացումը ուղեղի եւ ցերքի եւ հոգու ու սրտի հավասար աշխատելը ժամանակի ընթացքում նստվածքը քերթելով հասավ վերջի 2 տարվա ընթացքում իր նպատակին։ Պարոն Քասունի, երբ մի այսպիսի հարց ազատվելով այսպես կոչված այդ նստվածքից եւ դրսեւորում գտնելով արվեստի մեջ, ձեզ ավելի ազատ եւ թեթև եք այժմ զգում։ Երևի Արմինեն գիտի, ես վերջի տարիներին նաև խուսափում եմ եթերներ գնալու Ռեանիմանիա փառատոնի, որովհետև դա խմբակային աշխատանք է եւ ամեն մարդ ինքը իր գործը պետք է ներկայացնի, անկախ դրանից, որ ես հիմնադրել եմ եւ տարիներով ներկայացում եմ եւ խուսափում եմ ներկայանալ, որովհետև դա արդեն ինքը իր տեղը ունեցած է, իսկ այս թեմայով, բավականին շատ հանգիստ եւ ես իմ գեղեցի մեջ եմ զգում, շատ հաճելի է խոսել գեղանկարչության մասին եւ ներկայանալ այդպեսին, ինչպեսին որ էի, գայի եւ դարիներով, ասենք, երևի նոր սերունդի, որ փառատոն են գալի, մեկ-մեկ տեսնում են, հետո իմ էջը, որ ես նաեւ նկարում եմ, զարմանում են, որ ես նկարում եմ, նույնիսկ հյուրերը, որ հրավիրում են միջազգային, հետո որ ծանոթանում են, տեսնում են իմ էջը Instagram-ի վրա կամ սոցցանցերում, որ ես նկարիչ եմ, հիմնականում զարմանում են, ասում են ոնց ես կարողանում գազམ་ագեղչական աշխատանքի մեջ քոյադվել, որտեղ շատ դժվար է։ Եվ կարճ ասած, այո, շատ հանգիստ, շատ ուրախ եմ, որ այս թեմայով եմ զրուցում, ներկայանում իմ գեղեցի մեջ եմ։ Դե ինչ, եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն։ Այսօր մաղթում ենք, որ ամեն ինչ հիանալի անցնի եւ գան վայելեն ներկաները ձեր նկարները եւ նոր ասելիքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլորին սպասում եւ հույսում եմ, որ քրական նստվածքներով կհերանան։ Այն, ինչու ոչ։ Եվ սիրելի հեռուստադիտող, հիշեցնենք, որ մեր հյուրը արվեստագետ գեղանկարիչ Վրեժ Քասունին էր եւ ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 1-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կգործի նրա նստվածք ցուցահանդեսը։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ այսօր խոսելու ենք հայ գրող հրապարակախոս Ռաֆու մասին, որովհետեւ այսօր մեծ վիպասանի հիշատակի օրն է։ Նա մահացել է 1888 թվականի այսօրը։ Հետաքրքիր է, որ Ռաֆին իր գրական անվան ընտրության մասին ոչ մի մեկնաբանություն չի թողել։ Կան միայն ենթադրություններ, որ Ռաֆի բառը գրողը վերցրել է պարսկերենից, որտեղ այն նշանակում է բարձր վսեմ, կամ եբրայերենի ռաբի կամ ռաբունի բառից, որն էլ նշանակում է վարդապետ։ Իսկ Ռաֆու ստեղծագործական կյանքին եւ գործունեությանը իհարկե կանդրադառնանք մեր մատյան էջի միջոցով, խնդրեմ։ Հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկը, Ռաֆին, իսկական անունազգանունը Հակոբ Մելիք Հակոբյան, ծնվել է 1835 թվականին Փայաջուկ գյուղում, Պարսկաստանի Սաումաստ գավառ։ Նրա ստեղծագործություններով հայկական ռոմանտիզմը հասել էր իր բարձրակետին, իսկ հայ գրականությունը մոտեցել համաշխարհային գրականության չափանիշներին։ Ռաֆին նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական վարժարանում։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս։ Սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում։ Իսկ 1852 թվականին ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան։ 1856 թվականին վերադարձել է Փայաջուկ, տնօրինելու Գերդաստանի տնտեսական գործերը։
1860-ական թվականների վերջին, սակայն ստիպված լինելով հոգալ սննկացած ընտանիքի նյութական խնդիրները, Ռաֆին կրկին մեկնել է Թիֆլիս։ Գրիգոր Արծրունու հրավերով 1872 թվականին դարձել է Մշակ թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները։ 1875-ից 1877 թվականներին դասավանդել է Թավրիզի Արամյան, իսկ 1877-ից 79 թվականներին Ագուլիսի հայկական դպրոցներում։ Ապա վերադարձել է Թիֆլիս եւ մինչեւ կյանքի վերջը զբաղվել բացառապես գրական գործունեությամբ։ Ռաֆին իր մի շարք գործերում, պատմվածքներում նկարագրել է պարսկահայության կյանքը, դրանցից են Սալբին, Խաչագողի հիշատակարանը, Հարեմ, Գեղեցիկ Վարդիկը, Ամբախ Թրպսիմեն, Մի օրավար հող եւ այլ գործեր։ Ռաֆու ստեղծագործությունների մեջ բացառիկ տեղ ունեն Դավիթ Բեկ, Պարույր Հայկազն, Սամվել պատմավեպերը եւ Խամսայի մելիքություններ պատմական ուսումնասիրությունը։ Սամվելը հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է։ Ռաֆին կյանքից հեռացել է 1888 թվականի ապրիլի 25-ին Թիֆլիսում։ Բարելույս սիրելի հեռուստադիտող, Բարև երկիրը շարունակվում է, այսօր շատ արվեստով լի է մեր եթերը, իսկ այժմ խոսելու ենք նաև թատրոնից, ինչու, որովհետև Երևանի թատրոն և կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում հերթական առաջնախաղն է։ Այստեղ բեմադրվելու է Աֆիշ Ռուժ 23 ներկայացումը Գրիգոր Ջանիկյանի անավարտ համանվագ վեպի և Միսակ Մանուշյանի պոեմների, էքսպերիմենտալ ձևաչափով ներկայացում, սիրո, պայքարի և ամենակարևորը պատերազմի քայքայիչ ազդեցության մասին։ Հյուրընկալել ենք բեմադրության դերասաններ Աշոտ Գրիգորյանին և Շահանե Տոնոյանին։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար, ինչպես եք։ Հրաշալի, շնորհակալություն հրավերի համար։ Չնշեցինք օրը, երբ պետք է լինի առաջնախաղը։ Առաջնախաղը լինելու է ապրիլի 27-ին, ժամը 7-ին, ամերյան 26 հասցեում մեր Երևան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին պատկանող էքսպերիմենտալ թատրոնում երիտասարդական և բավականին կարևոր իրադարձություն է բոլորիս համար։ Այո, եւ շատ խորը, բարդ թեմա եք վերցրել։ Հետաքրքիր է նախընտրությունը, ինչու հենց Մանուշյանի, Միսակի եւ Մելինեի հատկապես այդ սիրային դրվագը։ Միսակի առհասարակ Մանուշյան Միսակի կյանքի պատմությունը միշտ խոսվելիս խոսվում է իր կատարած քայլերի, իր հերոսությունների, իր պայքարի մասին ու միշտ ստվերում է մնում Մելինեի պատմությունը, որ այդ ամբողջ ընթացքում իր հետ է եղել ու ինքն էլ իր կռիվն է տարել ու այդ պատերազմի ժամանակ այն բոլոր զոհերը, այն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել, իրանց կյանքում շատ մեծ դեր է ունեցել ու իրանց սիրով վրա այն մեծ ազդեցություն ունեցել, իրանց սերն ուրիշ ճանապարհով գնացել, ուրիշ հետևանք ունեցել իրենց երկուսի վրա ու շատ կարևոր էր գոնե մի անգամ խոսել հենց Մելինեի կողմից, Մելինեի սիրո կողմից ու այն ամեն ինչի մասին, թե ինչ հետևանքներ է ունենում պատերազմը առաջին հերթին հենց սիրո ու կյանքի վրա։ Կողակից ինչ կարևոր տեր ունի, Ժանե, մի փոքր ձեր կերպարից կուզեմ պատմեք, դուք էլ հետո, բայց նաև ռեժիսորի հետ ինչպես ծանոթացաք, ծանոթ էիք, ինչպես Մեծագույն սիրով առաջարկը եղել է մեր դեկան Լուսինե Աբգարյանի կողմից Գրիգոր Ջանիկյանի տվյալ վեպը անավարտ համանվագ, պետք է նշենք ամենասկզբում, որ մենք չունենք դրամատուրգիական հիմք, որպես այդպեսին վիպակի վրա ենք աշխատում ու դա փորձ էր եւ մեզ համար նորություն էր, վիպակի վրա աշխատել ու process-ի փորձերի ընթացքում քիչ-քիչ դա դարձնել դրամատուրգիական հիմք, որի վրա հենվելով ու մեր Արմեն Արշալուսյանն է ռեժիսորը փորձերի ընթացքում տեսարաններում ավելացրել է որոշ տեքստեր, երկխոսություններ, որոնք շատ ավելի բացում են եւ ավելի նույնիսկ հավաք են դարձնում տեսարանները այդ առումով։ Ուրեմն մենք աշխատում ենք երկու կուրսերով միասին, այս թատերական աշխարհում շատ մեծ իրադարձություն է։ Նման փորձառություն համենայն դեպս 3 տարի է սովորում եմ, այդպիսի բան չի եղել ու ես շատ ուրախ եմ այդ առումով։ Տաթև Մելքոնյան, Նարինե Մալյան երկու արվեստանոցների միաձուլում եւ արդյունքում Աֆիշ Ռուժ 23 գալիք ներկայացումը։ Ընկեր Արմենի հետ աշխատելը ինձ համար գերագույն հաճույք է, որովհետև նա կարողանում է
իր պատկերացրածը, իր տեսածը, որը որ ինքը մեզնից գախնի թաքուն տեսնում է, չէ, որովհետև քո երևակայությունը դա քո սեփականությունն է ու կարողանում է ճիշտ փոխանցել, որպեսզի դու կարողանաս որպես դերասան, որպես ուսանողուհի ճիշտ կարողանաս ընկնել քո այդ ճանապարհի վրա։ Իսկն հեշտ է Միշտ համակայել մեզ հետ, մեր կողքին նման դա շատ կարևոր է, երբ որ դու հավատում ես քո ռեժիսորին։ Անկախ նրանից դու ուսանող ես թե դերասան ես, դա կարևորագույն բան է, ցանկացած Որ կուրսի ներկայացում։ ուսանողներ եք, դու փոքր կպարի։ Երրորդ զուգահեռ կուրսեր ենք ու երկու շատ տարբեր ուղղվածություններով կուրսեր ենք մենք ու այդ միասին աշխատանքը առաջին հերթին մեր համար է բարդություն, սկզբում շատ բարդ էր, իսկ հետո փորձերի ընթացքում շատ իդեալական ենք լեզու գտել իմ կարծիքով։ Շատ միահամուռ ենք, իրար զգում ենք, իրար Այդպես էլ օգնում ենք։ չիմացանք, Միսակ եւ Մելինե գլխավոր դերակատարներն եք դուք ինձ։ Ավելի ճիշտ կլինի ասել հերթական Միսակն ու Այո, Մելինեն։ նշված էր, որ մի քանի Միսակ, մի քանի Մելինե, ինչ է դա նշանակում։ Ներկայացման ընթացքում մեր բոլոր տղաները եւ բոլոր աղջիկները խաղում են Մելինեներ եւ Միսակներ։ Գաղափարը կայանում է նրանում, որ ոչ թե ցույց տանք մեկ Միսակի ու մեկ Մելինեի ճակատագիր, այլ փորձել ցույց տալ այն բոլոր Միսակների ու այն բոլոր Մելինեների ճակատագրերը իրարից ինչ որտեղ տարբեր, ինչ որտեղ նման, որոնք եղել են, ապրել են պատերազմի ժամանակ ու մեզնից յուրաքանչյուրը ինչ որ մի կարևոր գիծ ունի ու ամեն մեկը իր գծում իր կերպարի դրամապահության մեջ է փորձում ցույց տալ այդ պատերազմի հետևանքները։ Օրինակ իմ մարմնավորած Միսակը դա այն Միսակն է, որը չի համակերպվում պատերազմի հետ, չի համակերպվում իրեն շրջապատող իրականության հետ ու պատրաստ է նույնիսկ անձնական երջանկությունը վտանգի տակ դնելով, զոհաբերելով հասնել նպատակին, հասնել արդարությանը, խաղաղության ու ինչն էլ իմ կերպարի պարագայում արդյունքում բերում է այդ վերջնական ու անդառնալի կորստին, որը հետո միգուցե իրանցից հետո եկող սերունդների համար շատ կարևոր ձեռքբերում է ու հաղթանակ է մեզ համար, բայց հենց Մելինեի ու Միսակի կյանքում դա ինչ որտեղ նաև պարտություն էր, էլի։ Շահան, իսկ դուք ինչպիսի կերպարում եք, բացի այն, որ հերթականներին եք, բայց Մելինեն ինձ համար շատ ուժեղ կանացի կերպար է, ով գիտակցելով կամ չգիտակցելով, գուցե սկզբում, երբ որ նոր է, չէ, ամեն ինչ այդ սիրարվածությունը չգիտակցելով, բայց ամեն գիտակցելով, տանում է իր խաչը, որպես որբ, որպես հայ, որպես ցեղասպանությունը մաշկի վրա զգացած կին, երեխա, աղջիկ, ու մենք տեսնում ենք ամբողջ ներկայացման ընթացքում թե Միսակ Մանուշյանի ու թե Մելինե Մանուշյանի էվոլյուցիան, թե իրենց այդ սիրուն պատմությունը, որը սկսվում է ամենասիրուն ու այն ֆիլմերը, որ նայում ենք, ասում ենք ինչ ռոմանտիկ է, իսկապես այդպիսի պատմությունով սկսվում է ու վերջում մենք տեսնում ենք ուր ինչի է դա բերում։ Պատերազմը ինչքան չարաբաստիկ երևույթ է, որ սեր ասված ինքը վերափոխում է, այլափոխում է, տանջում է, ու մենք տեսնում ենք, որ ի վերջո պատերազմում հաղթում են, բայց սերը պարտվում է։ Ու չպիտի այդպես լինի, պիտի սերը հաղթի, պիտի մարդիկ իրար սիրեն, ու մեր ներկայացման հենց գաղափարը մեսիջն էլ հենց դա է, որ պատերազմներ չպիտի լինեն, պիտի լինի խաղաղություն ու պիտի լինի սեր։ Դերներ, իսկ Միսակներն ու Մելինեները բոլորը ապրված կերպարներ են, թե կան նաև երևակայական ադապտացված մեր ժամանակներին ինչու ոչ։ գեղարվեստական որևէ լուծումներ կան, թե վավերագրությունը միայն։ Չէ, լուծումներ բնականաբար կան, բայց ամբողջ հիմքը վավերագրությունն է, այսինքն յուրաքանչյուր Միսակ ու յուրաքանչյուր Մելինե ավելի ուղիղ ասած անդրադառնում է ինչ որ կոնկրետ շրջանի, ինչ որ կոնկրետ էտապի։ Երբ այսին շրջանում Մելինեն էսպիսին էր, սա մեկն է, այս շրջանում էսպիսին էր, սա ուրիշն է, ու այդպես փորձել ենք տալ եւ իրանց ճանապարհը, թե ինչ կետից ինչ կետ են հասնում, ինչպես են փոփոխվում եւ բնականաբար լուծումների առումով ավելացնել այնպիսի կետեր, որը նաեւ հնարավոր կլինի ասոցացնել ոչ միայն Միսակի ու Մելինեի, այլ առհասարակ յուրաքանչյուր անձնավորության հետ։ Իսկ ասեք, բացի այն, որ այս ներկայացումը բեմադրությունը ձեռք բերում է նախ երկու հարակից կուրսերի համար, ձեզ համար, բացի այդ ինչով է առանձնանալու ձեզ հանդիսատեսին, ինչպես է դուրս գալու, որ առանձին գծեր կա, որոնք կուզեք։ Քանի որ այս ներկայացումը իրականության մասին է, այն իրականության, որը մենք ենք ապրում, դուք եք ապրում,
աշխարհն է ապրում։ Ու մեր կարևորագույն ֆիշկան, երևի կրկնվեմ, խաղաղությունն է։ Ես ուզում եմ, որ հանդիսատեսը, երբ որ սա տեսնի, նախ պարտադիր ինքը պիտի լինի հարցադրումների մեջ։ Ինչ իրականության մեջ ենք մենք ապրում, ինչ է պետք անել դա փոխելու համար, առաջինը մենք պետք է փոխենք ինքներս մեզ։ Եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ մի լավ բան տեղի ունենա, եթե ուզում ենք ինչ-որ լավ փոփոխություն անել, առաջին հերթին պատերազմները պիտի չլինեն ըստ մեզ, մեր ոչ ոք չի ցանկանում պատերազմ հաստատ։ Չի ցանկանում, բայց հետաքրքիր է, որ սերը միշտ նման արտաքին ճնշող ազդակների պայմաններում է իրեն դրսևորում, ինչպես գիտենք Ժանտախտի օրերին, պատերազմների օրերին, ցավոք խուսափել հնարավոր չէ։ Երևի այդպես է բնությունը ստեղծված, որ սերը միշտ պետք է անցնի փորձությունների միջով, թրծվի եւ դառնա այսպիսի պատմությունների հիմք։ Ուղղակի մեզ ծանոթ սիրային պատմությունները մեծամասամբ միշտ ունենում են այդ խաղաղ վերջաբանը, երջանիկ վերջաբանը, նույնիսկ եթե լիարժեք երջանիկ վերջաբաններ չենք տեսնում, դրականը միշտ շատ է։ Հորինված գրականության մեջ։ Հա, ու հիմնականում իրականի մասին խոսալուց էլ ընտրում են այն թեմաները, որտեղ էլի վերջաբանը գեղեցիկ է, իսկ այս պարագայում բացի այն, որ ինքը իրականա եղել է, նաև մենք փորձել ենք հենց այդ սրել այդ կարևոր գիծը, որ սիրո նման շատ հզոր ուժը, որը կարա շատ մարդկանց առաջ տանի, չի կարողանում այս երկու մարդկանց հասցնի իրենց երջանկության ու թողնում է ճանապարհի կեսին, կոպիտ ասած։ Շատ լավ, շնորհակալություն այսօր մեզ մոտ հյուրընկալվելու, ամեն ինչ պատմելու համար, մնացածը ինձ թվում է պետք է գան, տեսնեն, զգան եւ հասկանան ինչի մասին ենք այսքան զրուցում։ Սիրով հրավիրում ենք նաև մեր հեռուստադիտողին ու վստահ եմ, որ չի լինի այդպիսի մի մարդ, որին չկպնի, ինչ որ մի պահի չհուզի, մտածելու տեղիք չտա, այս ներկայացումը իսկապես ունի իր նպատակակետը։ Շատ լավ։ Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում հերթական առաջնախաղն է լինելու ապրիլի 27-ին, իսկ մեր հյուրերն էին դերասաններ Աշոտ Գրիգորյանը եւ Շահանե Տոնոյանը։ Կհանդիպենք քիչ անց։ Դե ինչ եւս մեկ շաբաթ օրվա բարև երկիր մոտեցավ ավարտին, շնորհակալ ենք ձեր օրը մեզ հետ սկսելու եւ հուսով ենք ձեր համար առանձնացված տեղեկատվությունը հետաքրքիր էր։ Այո, շնորհակալություն ձեր առավոտը մեզ հետ անցկացնելու համար։ Մենք իհարկե շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկերներին, որոնք անդավաճան մեզ հետ շարունակում են քայլել։ Նրանք են Տուն Դեպո խանութ սրահը, Dream Park, հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ այն հասցեները նշեմ, որպեսզի կարողանաք օգտվել եւ դիտել մեր հաղորդումները, եթե հեռուստացույցով չեք դիտել։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Առողջ եղեք, կհանդիպենք վաղը։